Տաշիրի նորակառույց կենտրոնի շահառուներն ու դաստիարակները պատրաստվել են երկար։ Քաղաքում բացվում է առաջին անվճար մշակութային կենտրոնը, որը կոչվում է Փոքրիկ Իշխան, եւ 4-րդն է հանրապետությունում Գյումրիի, Վանաձորի ու Գավառի կենտրոններից հետո։ Տաշիրի Փոքրիկ Իշխանների սկզբում ողջունեցին Գյումրիի կենտրոնի սաները պարային կատարմամբ։ Տաշիրցիները բեմադրել էին Փոքրիկ Իշխան հեքիաթը, որի հիմքում ընկած է այն փիլիսոփայությունը, որ սերն ու բարությունն է փրկելու այս աշխարհը։ Կենտրոնը սոցիալական խնդիր է լուծելու, այստեղ հաճախելու են Տաշիրի 30 ամենաաղքատ ընտանիքների երեխաները ծնողազուրկ կամ հաշմանդամ։ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանն էլ շնորհավորում է իր քաղաքի բնակիչներին նման կենտրոն ունենալու առիթով։ Կարծում եմ, որ ընդգրկված երեխաների քանակությունը նաև իհարկե պետք է նային քանակությանը նայենք, որովհետև զբաղվածության նաև դա երեխաներին դասերից հետո թրև չգալու խնդիր է լուծում, նաև լուծում է իհարկե կրթական դաստիարակչական հարցեր։ Տաշիրը պատահական չի ընտրված, հայկական Կարիտասն ընտրել է 4-րդ կենտրոնի համար Տաշիր քաղաքը այն բանից հետո, երբ ծանոթացել է սոցիալական ուսումնասիրություններին։ Ամենաբարձր աղքատության մակարդակը երեխաների շրջանում այս քաղաքն ունի, ասում է հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կատարել էր մետազոտություններ եւ արձանագրել էր Շիրակի մարզում 50% երեխաների աղքատություն, ամենաբարձրն է Հայաստանում, եւ Լոռվա մարզում ամենաբարձր ծայրահեղ աղքատությունն է արձանագրել 9%։ Սա նշանակում է, որ ամեն մի 3-րդ երեխան աղքատ է, իսկ ամեն մի 6-րդը ծայրահեղ աղքատ։ Ընտանեկան զամբյուղի ուսումնասիրություններով Հայաստանում աղքատ է ընտանիքների 70%-ը։ Հայաստանի հաշմանդամ երեխաների 70%-ը ապրում են աղքատության մեջ։ Սա ինձ թվում է մեր պետությունը լուրջ մտածելու բան ունեն, վերջնականապես, եթե կարող եմ մտածել։ Հայկական Կարիտասին սոցիալական կենտրոնի բացման համար տարածք տրամադրել է Տաշիրի հոգևոր հովիվը։ Քահանան տրամադրել է իր սեփական բնակարանը, այսուհետ նա իր սեփական տանը կզբաղեցնի ընդամենը 1 սենյակ։ Մենք դժբախտաբար կտեսնենք այստեղ որոշ չափով, որ այս շրջանին է, որ կբարբվի այս քաղաքը, ինչու՞ չէ հետագային այս երեխաները պիտի լան իրենք գորիզը, որ գարենան գազմել նոր կենտրոններ, աշխատանքի բաժիններ։ Հանդիսավոր բացումից հետո տանտեր քահանան օրհնեց այս տունը արդեն որպես երեխաների տուն, իսկ առաջինը ներս մտան նոր տանտերերը կամ Տաշիրի Փոքրիկ Իշխանները։ Տաշիրի կարիքավոր երեխաները այստեղ կհաճախեն ամեն օր դպրոցից հետո։ Այս կենտրոնը կծառայի որպես արտադպրոցական կենտրոն Տաշիրին։ Նախաձեռնողները համոզված են, որ այսպիսով կթեթևանա Տաշիրի 30 ընտանիքի սոցիալական հոգսը։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Տաշիր։